Ողջունում եմ բոլորիդ, ես Ստելլա Սարուխանյանն եմ, ներկայացնում եմ Հայ գյուղը։ Ինչպես արդեն ծանոթ եք մենք նախաձեռնությանը, միասնական ազգասարակական կազմակերպությանը, մենք ժամանակ առ ժամանակ իրականացնում ենք ուղիղ եթերներ, իրենց ոլորտում կայացած, արդեն բավականին փորձ ունեցող մարդկանց հետ, ովքեր կիսում են իրենց փորձը մեզ հետ եւ մենք ամեն անգամ ուղիղ եթերից հետո, եթե անգամ մեկ օրինակ ենք վերցնում, արդեն մեկ քայլ առաջ ենք լինում, քան երեքեր։ Բոլոր փորձենք միացնել Կարենին, ինչ որ մի բան գրեք, Կարեն ջան։ Ահա։ Ինձ ինչ որ բան գրեք մեկնաբանություններում, փորձեմ ես այսպես։ Նախ, ահա, հիմա ադոբրից, եթե այսօր էլ չստացվեց, ուրեմն ինչ որ խնդիր տեխնիկական կա, որտանք շատ ցանկանում եմ միանալ Եղիշեին Հակոբյան, մեր համալսարանի միջնորդ կազմակերպության ղեկավարին, որտեղ ես սովորում եմ, բայց խնդիր առաջացավ։ Հիմա ինձ ցույց է տալիս, որ Կարեն ջան, դուք միանում եք, բայց տեսնենք։ Ահա։ Կարեն ջան, ինձ մոտ նորից անջատվեց, հիմա ես զապրոս եմ ուղարկում։ Խնդրում եմ գրեք, ձեզ մոտ ցույց տալիս է, որ ես զապրոս ուղարկում եմ, թե ոչ։ Ամեն դեպքում, եթե ինչ որ մեկը գիտի ինչն է պատճառը, կամ ինչպես կարգավորենք։ Ահա, հրաշալի, շնորհակալ եմ շատ մտահոգ էի, որովհետև նախորդ անգամ էլ չստացվեց ու այս երկկողմանի լայվ ֆորմատը շատ եմ սիրում, ողջույն Կարեն ջան եւ շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար, որպեսզի ես երկար չխոսեմ, խնդրեմ ներկայանաս եւ հետո արդեն հարց ու պատասխան ֆորմատով, ինչպես նախորդ անգամները, մենք իրար հետ կանցկացնենք այս երեկոն։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ, մեր դիտորդներին եւս։ Ես Կարենն եմ Գալոյան, ինովացիոն կառավարման ոլորտի մասնագետ եմ եւ աշխատում եմ պետական համակարգում։ Այս պահին ոնց ներկայացրեց մեր Ստելլան Սարուխանյան, քննարկենք այն թեման, որ նշվել է։ Խոսենք այդ թեմաներից։ Ահա, թեմաները շատ լայն են, ես հիշում եմ մեր նախորդ լայվն էլ շատ հետաքրքիր էր եւ արդյունավետ, նաեւ դասընթացին ունեինք էլի քննարկում, շատ ինձ հետաքրքրող թեմա է, այսինքն եւ լայն եւ ծավալուն, ինչպես կանխել ներքին արտագաղթը հեռավոր գյուղերից եւ ինչպես պլանավորել, կառավարել տնտեսությունը առօրյան, մենք նախորդ օրն էլ իրար հետ երբ որ զրուցում ենք, հենց խոսում ենք պլանավորումից ու ինձ այդ քո մեկնաբանությունը նաեւ շատ դուր եկավ եւ ամեն մի մեր կիսված խորհուրդը փորձը կարծում եմ մարդու կյանքում մի նոր լույս կվառի կամ փոփոխություն կբերի։ Արտագաղթի կանխարգելումը, ինչպես այսպես ասեմ, արտագաղթը երկու բովանդակություն ունի, մեկը ներքին միգրացիան է եւ արտաքին միգրացիա։ Բացատրենք ինչ, ներքին միգրացիան դա այն բովանդակային փոփոխությունն է, երբ որ մարդը հիմնականում գյուղական բնակավայրերից տեղափոխվում է քաղաքային միջավայր կամ քաղաքային միջավայրից գյուղական միջավայր, ինչը շատ քիչ է լինում։
Քաղաքային միջավայրում կենտրոնացած են բոլորս լավ գիտենք եւ գիտակցում ենք ենթակառուցվածքների մեծ մասը եւ այս ամենի վրա իր ազդեցությունն է ունեցել մեր երկրի քաղաքական իրավիճակը, որի պատճառով հիմնական գյուղական բնակավայրերում, այսպես ասած, թե արդյունաբերական եւ թե գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող ենթակառուցվածքներ ասեմ, բիզնես ասեմ, միջավայր ասեմ, շատ վատ վիճակում են գտնվում։ Իսկ անաստապահությամբ եւ այսպես մշակաբույսերով այսօրվա զարգացող աշխարհում ընտանիք պահել եւ դրանով առաջ գնալ շատ դժվար է, որովհետեւ նախ եւ առաջ անհրաժեշտ է գյուղատնտեսության մեջ ներգրավել նորագույն տեխնոլոգիաներ։ Սրա մասով շատ երկար կարող ենք խոսել, բայց այսպես ասեմ, մեր առաջնային խնդիրներից մեկն է, որ պլանավորենք կանխել թե արտաքին եւ թե ներքին արտագաղթը միգրացիան ներքին շրջանում, այսպես ասեմ, էլի գյուղական բնակավայրերում, եթե հիմա հեռավոր մարզերում լայն դիտարկում ունենանք մասնագետների, այդ թվում նաեւ արհեստագործական ուղղվածություն ունեցող մարդկանց շատ մեծ պակաս կա։ Ինչ է անհրաժեշտ։ Անհրաժեշտ է, օրինակ ես առաջարկում եմ թե պետական եւ թե մասնավոր հատվածի միջոցով ուղղվածություն տանենք նրան, որ հնարավոր սոցիալապես անապահով ընտանիքների երեխաներին ներգրավենք արհեստագործական արհեստների սովորելու եւ դրանք կիրառելու մեջ։ Արհեստներ, այսպես ասեմ, չդիտարկենք միայն գորգագործությունը, ինչի՞ չէ նաեւ ժամանակակից տեխնիկայի վերանորոգման եւ այլ տարբեր իմաստներով, մեքենաշինության եւ այլ, ինչի՞ չէ, բոլոր բնագավառներում։ Նրան կարելի է նաև զարգացնել գյուղատնտեսությունը, ոչ թե կարելի է, պարտադիր է, գյուղատնտեսությունը կզարգանա, եթե մենք ներդնենք նորագույն տեխնոլոգիաներ եւ դրա ուղղվածությամբ լուրջ կրթվածություն ունենանք։ Այսինքն մոռանանք հին ժամանակների հին ձևերը, որովհետեւ այդ ժամանակներով եւ տվյալ ռեսուրսով ստանալ այսօրվա շուկայի պահանջներին կամ ինչի՞ չէ արտահանման պահանջներին համապատասխան գյուղմթերք, կարծում եմ իրատեսակ, ոչ թե կարծում եմ, այլ վստահ եմ, իրատեսական չի։ Մենք կարող ենք ընդհանրապես ստանալ ապրանք, որը չգիտեմ, ապահովի սննդի բազմազանությունը ուղղակի։ բայց ինքը Բայց հարց որպեսզի ունեմ, Կարեն ջան, հարց ունեմ այն տեսանկյունից, որ երբ որ այս եթերը եւ մեզ լսի գյուղում բնակվող Արտուշ պապը, ով ավանդական նաև կարտոֆիլ եւ կաղամբ մշակող է, եւ ինքը կլսի կասի եկել են մեզ սովորեցնում են կարտոֆիլ կամ ազնվամորի մշակել, բայց նրա հաջորդ սերունդը, այսինքն միջին սերունդը նաև հարց կհղի, իսկ ինչպես եւ ես օգտվեմ նորագույն տեխնոլոգիաներից եւ այդ ռեսուրսները որտեղից գտնեմ, այսինքն սա ես ոնց հասկանում եմ, ինքը պետքա լինի լայն պետական ծրագիր, որտեղ ինչպես նշեցիր, հենց այդ արհեստների պահը շատ դուրս եկավ, որ արհեստագործության մեջ ներգրավել, բայց հարցս ինչի էր ամենասկզբից այդպեսին կանխել ներքին արտագաղթը, որովհետև նույն ագրարային համալսարան, երբ որ գալիս են սովորելու գյուղից, օրինակ 300 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կապանի Տանձավեր գյուղից, իրենք չեն գալիս, որ դառնան գյուղատնտես եւ վերադառնան գյուղ։ Եվ մենք այսօր նաեւ գյուղերում չունենք այդ ձեր ասած գյուղատնտեսը։ Իրենք գալիս են մի պարզ պատճառով, ինքը նորմալ է։ Դիպլոմն էլ չի, Երևակայի գյուղից փախչելն է ուղակի, որովհետև գյուղում պահող ոչինչ չկա։ Եվ ստեղ միշտ մեղադրում է քաղաքը գյուղին, ես այս կետը ինչի եմ ասում, որ մենք սրա ուղղությամբ էլ մտածենք եւ միասին հետո էլ ինչ որ մի ծրագիր միգուցե կարողանանք թեկուզ փոքր իրականացնել որևէ գյուղում, մենք միշտ մեղադրում ենք գյուղացուն, որ ու ստատուսները, չէ, Facebook-յան այդ պատոսախառը կենացային, մի լքեք ձեր գյուղերը, պահեք ամուր ձեր գյուղերը, դրանք ձեր հայրենիքն են, բայց արդյոք պարտավոր է 8 ընտանիք ունեցող Ցղունի գյուղի այդ գյուղաբնակը, որտեղ ոչինչ չկա, պահող բան չկա, արդյոք պարտավոր է ասել հայրենիք, անվանել այդ գյուղը հայրենիք ու ապրել այնտեղ, հանուն ինչի, այ այդ հանունն է պետք ստեղծել ներքին արտագաղթը կանխելու համար ու ինչպես։ Այսպես ասեմ, այսօր հանունով մարդուն կապել
իր տանը իր հողին շատ դժվար է, որովհետև համացանցը այնպիսի միջոց է դարձել, որ մարդիկ անկախ ամեն ինչից, թեկուզ այդ հեռավոր տանձուտ գյուղը կլինի եւ այլն, տեսնում են համացանցով մարդկանց քաղաքային միջավայրի ապրելակերպը եւ այլն բոլորն էլ ձգտում են ապրելու։ Բայց հետևաբար իրենց ձգտումները պարտադիր լինելու է, այսպես ասած էլ ասելու են մի կյանք ենք ապրում, մենք է գնանք քաղաք ապրենք, կյանքը վայելենք, բայց այս պարագայում մեծ ուրախությամբ կարելի մեծ ուրախությամբ նշենք, որ այսօրվա մեր կառավարության որդեգրած քաղաքականությունը հիմնականում միտված է դրան, գյուղական բնակավայրերի սուբսիդավորման ծրագրերով թե ճանապարհների բարեկարգումը, թե մշակութային տների վերականգնումը եւ թե դպրոցների, մանկապարտեզների կառուցումը։ Դա մեծ շղթայական, այսպես դրական դինամիկա է բերելու, որպեսզի երեխան կապվի իր գյուղին, որպեսզի հասկանա գյուղին եւս պետությունը եւս ուշադրություն է դարձնում գյուղին եւ դա կարևոր, այսպես ասեմ, ատրիբուտներից մեկն է, որպեսզի հասկանա պետությունը բոլոր տեղերին վերաբերվում է համաչափ։ Սա եւս գյուղում պահելու գրավական չի, անհրաժեշտ է մարդուն եկամուտի աղբյուր ստեղծելու միջավայր եւ ճիշտ ուղիներ ստեղծել, բայց երբ որ եկամուտն ու մնացած բաները լինելու է, ես վստահ եմ, որ մարդիկ արդեն իսկ միանգամից ձգտելու են քաղաքում տուն մի բան ստեղծեն, նորից գան քաղաք, որովհետեւ գյուղական բնակավայրերի միջավայրում անհրաժեշտ է ներգրավել բովանդակություն, այսինքն զարգացնել մշակութային կենտրոնները, զարգացնել մարդկանց բարեկեցիկ եւ ինչի՞ չէ զվարճալի միջավայր ունենալու ճանապարհը։ Այսպես, օրինակ, անհրաժեշտ է պարտադիր, կարող է լսեն հիմա ասեն ինչ ասում, մարդը օրվա հաց չունի, բայց թատրոնից է խոսում, կինոից է խոսում, ժամանցային միջավայրից է խոսում, բայց վստահ եմ դրանք եւս հատկապես երիտասարդությանը ձգտում են բերել քաղաք։ Հարմարավետություն, մաքրություն, կոկիկություն, հեշտ մտածելով հեշտ ապրելու միջոց, բայց եթե մենք ստեղծենք դրամական միջոցներ, ապրուստի միջոց եւ դրանք գումարած պարտադիր, այսպես մարդու ապրուստի համար բարեկեցիկ միջավայր հաստատ պահելու ենք որոշակի առումներով, որովհետև գյուղական կոլորիտը մեկ այլ կարգի, այսպես ամեն մեկին ձգող է, իսկ ոնց ստեղծենք դրամական միջավայրը, դրամական միջոցները։ Հաջորդ հետ էի նշել, այդ եթե մենք ստեղծենք, մենք մեր մեծերին դժվար հիմա օրինակ 70-80 տարեկան մարդուն կարողանանք նոր իր հետ քննարկել եւ իրան ուղղել դեպի կաթիլային ոռոգումը, դեպի այսպես համապատասխան թունաքիմիկատներով բերք ու բարիք ստեղծելը, որպեսզի գեղեցիկ լինի, արդիական լինի, արտաքին շուկաների համար պահանջված լինի, բայց մեր օրինակ երիտասարդներին հնարավոր է ուսուցումների միջոցով եւ պարտադիր պրակտիկայի միջոցով, այս դեպքում պրակտիկա, ուսուցում, պրակտիկա եւ պարտադիր համապատասխան ճանապարհների եզրերի գտնում, որպեսզի արտադրանքը շատ արագ ռեալիզացնի։ Օրինակ ես առաջարկելու եմ, չգիտեմ, չրագործություն կլինի եւ այլն, լոգիստիկ միջավայր ստեղծել, կարճ ժամանակ, երբ որ եղել է, որ քննարկել ենք այդպիսին, նախկին էկոնոմիկայի նախարարներ Վահան Քերոբյանի հետ մի անգամ քննարկել ենք, որ ինչն է մեզ խանգարում, եթե ստեղծենք որևէ պետական ՓԲ, դեռևս այդ ժամանակ պետական համակարգում էլ չի աշխատում, ինչն է մեզ խանգարում, որ ստեղծենք պետական ՓԲ եւ պետական ՓԲ-ի միջոցով մթերենք օրինակ հարյուրավոր, հազարավոր մարդկանց կողմից արտադրած ճիրը, օրինակ ճիրը, որը արտաքին շուկաների համար մենք կարողանանք մեծ ծավալով մատակարարել, որովհետև եթե դրսից պատվերներ է լինում, չի լինելու 1 կիլո, 5 կիլո, 6 կիլո,
այլ հազարներով, էլի։ Մենք այս ձևաչափով պետք է կարողանանք օգնել։ Ինչի՞ չէ, այնտեղ գյուղերում մեծ պոտենցիալ կա տուրիզմի, դա առելի մեծ միջավայր է, այո, տուրիզմի, էկո պարեն ստեղծելու մեծ միջավայր, պարտադիր չէ թունակի միկատներով հարուստ, եւ այս ամենին զուգահեռ մեծ, եթե տուրիզմի մեծ բան ստեղծենք, այսպես ասած, տուրիզմի համար պայմաններ, այդ ժամանակ նաև մթերքների ռեալիզացման խնդիր եւս չի լինի, որովհետեւ հասկանում ենք տուրիզմը ինչքան փող եւ հնարավորություն կբերի։ Շատ լավ, Կարին ջան, շնորհակալ եմ շատ։ Հաջորդ հարցս, որ արդիական է այսօր եւ որի համար ես նույնպես մտահոգված եմ, որովհետեւ ոչ գրագետ ձևով վերցնում ենք վարկեր, այսինքն այդ հնարավորությունը ունենում ենք եւ գյուղատնտեսական վարկի ներքո, քանի որ չենք անցնում նաեւ կրթություն այդ ոլորտում, այսինքն չրարտադրություն, մեղվաբուծության վարկա եւ այլն, եւ որևէ մի միջոցառում ենք անցկացնում, չգիտեմ, հարսանիք, կնունք, ծնունդ, ուրախ միջոցառում, կապ չունի, մեքենա ենք առնում եւ հաջորդ տարին, որ արդեն պետք է այդ վարկը փակենք, բնականաբար եկամտից չենք փակում կամ տան այլ եկամտից, աշխատավարձից եւ բոլորը քննարկում են եւ ես սա գյուղերում, երբ որ միասին խոսում ենք վարկերից, սուբսիդավորվող վարկերից, նաեւ ասում են գյուղատնտեսությունը եկամտաբեր չէ, այսինքն մենք հաճախ սա լսում ենք, բայց հետ չենք գնում, սա նորմալ է մոռանալ երկու քայլ առաջ ինչ ենք արել, այդ փողը չենք ծախսել գյուղատնտեսության վրա եւ չենք գնել տվյալ մեղվափեթակները, որ եկամուտը հասկանանք, թե ոչ։ Ուրեմն հարցս հետեւյալն է, 3 հարց. ինչպես օգտվել վարկերից, ինչպես տեղեկանալ դրանց մասին, որովհետեւ շատերը նաեւ կարող են գրագետ եւ կիրթ օգտագործել, բայց տեղեկություն չունեն, տեղեկության պակասը պետական սուբսիդավորվող վարկերի դեռ գյուղապետարանները հավուր պատշաճի չեն տեղեկացնում բնակիչներին, փորձի պակասից միգուցե ելնելով, եւ ինչպես հաշվարկել ծախսերը մինչև վարկը վերցնելը։ Հարցը շատ լավն է, այսպես ասեմ, տեղին եւ արդիական, նախ եւ առաջ ցանկացած գործ հիմնելուց, ստեղծելուց առաջ անհրաժեշտ է այդ գործի մասին տարրական գաղափար եւ գիտելիք ունենալը։ Ունենալ նաեւ գիտելիք տվյալ գործի, բիզնեսի ուղղված ռիսկերը ճիշտ հաշվարկելու համար։ Հաճախ ենք լսում, որ չգիտեմ, գործը այն որ ասում է դուխը գործի, ռիսկը գործի, կեսն է եւ այլն եւ այլն։ Այո, պետք է ռիսկով լինել, տնտեսագետը լինում է մի քանի անգամ գցում բռնում մտածում է այդ գործն անում թե չէ, իսկ երբ որ ռիսկով ես լինում, միանգամից անում ես կամ այս կողմ կամ այն կողմ, բայց հաճախ մեր միջավայրը տանում է այն կողմ։ Ինչի համար։ Որովհետեւ քիչ առաջ մենք խոսեցինք բիզնես միջավայրի, չգիտեմ, մարդիկ կարող են եղանան, բայց բիզնես միջավայրում արկա է ահավոր անգրագիտություն, որովհետեւ մարդիկ գործը սկսելուց առաջ չունեն տարրական պլան, չունեն հաշվարկվածություն, չունեն հետագան ոնց են պատկերացնում։ Օրինակ կարող է ուզենա կարտոշկա մշակի, ինքը տարրական գիտելիք չունենա կարտոշկա մշակելու, ժամանակին ջրելու, հետագայում կարտոշկեն հանելուց հետո պահելու եւ այլնի հետ կապված։ Առաջին հերթին պետք է ունենա տարրական գիտելիք, պլանավորում, ֆինանսական միջոցների ճիշտ կառավարում։ Ֆինանսական միջոցների կառավարումը դա հեշտ բան չի։ Եթե մենք մտածում ենք, որ այս ծախսը արեցինք, այն ծախսը արեցինք, օքեյ է, վարկը վերցրեցինք, բայց մենք պետքա պարտադիր կարողանանք նաև ինքնարժեք հաշվարկել։ Մարդկանց մեծ մասը ինքնարժեք չհաշվարկելով հետագայում ծախսերը անում է անհաշվարկան բան, մի քիչ էլ այդ ծախսերից ձեռի հետ կողքից տանիքն է վերանորոգում եւ այլն, վերջում մեղադրում է բանկին, պետությանը, բոլորին բացի իրենից։ Ինչպես օգտվի սուբսիդավորող վարկերից։ Բոլորին խորհուրդ եմ տալիս պարտադիր էկոնոմիկայի նախարարության կայքին հետևել, որտեղ գյուղական ընդհանրապես գյուղական բնակավայրերի միջավայրի զարգացման համար բազմաթիվ ծրագրեր կան, որ կարող են այնտեղ իրենց համար գտնել։
Եվ վստահ եմ ցանկացած հեռախոսահամարով, որ զանգահարեն, իրենց պատշաճ ուղղորդելու են, հնարավոր ամեն բան անելու են, որպեսզի իրենք դառնան շահառու։ Այդ մասով այդ։ Երկրորդը, ինչի պլանավորել։ Նախ եւ առաջ պետք է պլանավորել եւ ճիշտ հաշվարկել ինքնարժեքը, որպեսզի հետագայում կարողանաս ստացված բերքդ ինքնարժեքից բարձր այնպիսի մարժա ունենաս, որ դու դրանից շահույթ ունենաս եւ նորմալ լինի քո համար։ Եթե ինքնարժեք չկարողանաս հաշվարկես ու գա մի ժամանակ, որ ինքդ օրինակ գնի մեջ չկարողանաս ճիշտ հաշվարկի արդյունքում ճիշտ գին սահմանես, դա եւս խնդիր է։ Վարկային միջոցներ ներգրավելը։ Վարկային միջոցներ ներգրավելուն պարտադիր է հաշվարկել նաև վարկային միջոցների համար սահմանված տոկոսադրույքները։ Անհրաժեշտ է, այսպես ասեմ, էլի, մի քիչ ավելի շատ աշխատել եւ որոշակիորեն դրանց միջոցով կրճատել նաև ծախսվող գումարները, այսինքն ինքնարժեքը նվազեցնել։ Նորագույն տեխնոլոգիաները, հնարավոր սերմերը, արկա սերմերի բարձր բերքատվությունը եւ ժամանակակից, ինչի՞ չէ, մայրական կազմը, դա կլինի կենդանի թե բուսատեսակներ եւ այլն, որոնք ավելի շատ բերքատվություն, ավելի շատ մսատվություն, կաթնատվություն ունեն, քան մեր ավանդական սորտերն են, այս դեպքում ժամանակակից օգտագործելով մենք նվազեցնում ենք ինքնարժեքը։ Դա եւս մի կարևոր քայլ է, որպեսզի մարդիկ ավելի շատ շահույթ ունենան։ Ավելի շատ շահույթը բերելու է բիզնեսի զարգացման։ Այդպես անհրաժեշտ է պարտադիր ուսումնասիրել ցանկացած ոլորտին համապատասխան օրենսդրությունը, որովհետև գալիս է մի պահ, ասում է օրենքով ինքը մտածում է վերջի ժամանակներս, օրինակ մսամթերքի հետ կապված, երբ որ սպանդանոցների խնդիրն առաջացավ, շատերի մոտ դժգոհություն էր առաջանում, թե ոնց կլինի, ինչի համար տանեմ սպանդանոց։ Դա բոլորիս համար է արվում, ճիշտ է, ինքը որոշակի հղկումներ ուներ օրենքը եւ հղկվեց, բերվեց որոշակիորեն ռիսկերը եւ դժգոհությունները մեղմացվեց, բայց օրինակ, ինչի համար պետք է օգտվել սպանդանոցներից, որովհետև սպանդանոցների օգտվելը յուրաքանչյուրիս ուղիղ առողջական վիճակի հետ կապ ունի։ Մենք հայտնի շուկաներ անուն չասեմ, գիտենք ինչպիսի հազար տեսակ հիվանդություններ ունեցող անասուններ էին վաճառում եւ այլն եւ այլն։ Բայց միջամտեմ էլի Կարեն ջան, մի կետում։ Հիմա էլ դեռ արդիա, նորից արդի բառը օգտագործեմ, սպանդանոցների խնդիրը, թե քանակի առումով, հեռավորության առումով, այսինքն նաև այս բնականաբար այո, օրենքը պետք է իմանալ, օրենքի չիմացությունը չի ազատում պատասխանատվությունից եւ այլն, բայց բնակիչին որպեսզի կարողանաս ճիշտ բացատրել այն ինչը որ մենք ընկալում ենք, արդյոք չարժի, ես տենց եմ կարծում, թեկուզ հետոյի համար իմ սուբյեկտիվ կարծիքը, թեկուզ մարզպետարաններում, թեկուզ լայն ձևաչափով ինչ որ մի դասընթաց անցկացնել, որ առաջին հերթին ինքը սպառողը հասկանա, որ դա իրեն, իր երեխային, իր առողջությանն է վնաս, հետո նոր մարդը, ով որ սպանդանոցից օգտվում է։ Եվ այս վերջերս չեմ հիշում ումից գաղափար լսեցի շատ հետաքրքիր սպանդանոցների հետ կապված, որ կարող են լինել շարժական, թե արդեն կան, չգիտեմ, որոնք որ կարող են մոտենալ եւ ծառայություն մատուցել։ Ես այսպես ասեմ, եղել է ժամանակ, որ եթե չեմ սխալվում, իմ էջում էր, որ շարժական սպանդանոցների մասին կարդացել եմ Էջից միգուցե, հա։ Որովհետև ես ինչ եմ առաջարկել այդ գաղափարը, որովհետև գյուղական բնակավայրերում մենք ունենք ծերացող բնակչություն, ինչ է ծերացողը, արտագաղթի հետևանքով այսօր գյուղական բնակավայրերում մեծ տոկոս են կազմում 60 եւ ավելի տարիքի տատիկ պապիկները, որոնք չեն դադարում անասուն պահել, բարիք ստեղծել, բայց օրինակ 60 տարեկան մարդը ես առաջարկել եմ ու ասել եմ, քննարկում հետ ոնց կարա, չգիտեմ, այդ պահին մորթի ենթակա անասունը ինչ միջոցներ ձեռնարկի, ոնց տանի հասցնի իրենից օրինակ 30-40 կիլոմետր հեռու գտնվող սպանդանոց։ Այստեղ
տեսեք ինչքան ծախս է անելու, պարտադիր մեքենա է վարձելու, ճանապարհածախս, սպասել, հավելյալ ժամանակ է ներդնելու եւ այլն։ Իմ առաջարկներից մեկը եղել է, որ պարտադիր այդ ամեն ինչի հետ քննարկումների հետ կապված լինեն շարժական սպանդանոցներ։ Այսինքն, եթե մարդ ստեղծում է սպանդանոց, պարտադիր պետք է ունենա մեկը շրջիկ եւ այդ մասով մեծ անելիք ունի գյուղապետերը։ Համայնքի գյուղապետը վարչական շրջանի ղեկավարները ներկայումս դրանք կարող են կանոնակարգել սպանդանոցների հետ։ Օրինակ, շաբաթվա մեջ կլինի 2 օր, 3 օր պարտադիր շրջիկ, որպեսզի շրջիկի վրա եւս ծախսը շատ չմեծանա, օրինակ մի անասունի համար գա գյուղ գնա։ Օրինակ կարող են կազմակերպել օրինակ շաբաթվա որևիցե օր շրջիկ սպանդանոցը լինի գյուղում։ Մորթ կատարի 6, 7, 8, 10։ Այս դեպքում Բայց Կարեն ջան, էլի գյուղապետերին թողնելով իրենք չեն անելու։ Մենք դա հասկանում ենք, որ ոչ թե խոշորացված համայնքի, այլ վարչական ղեկավարները, վարչական պատասխանատուները նախ իրանք ռեսուրս էլ չունեն այդպիսի, որ կազմակերպեն։ Դա պետք է համակարգ լինի, որի մասին հրաշալի խոսացիք ու շատ սիրուն գաղափար է ինքը։ Ու բավականին կկարճի եւ բողոքները եւ խնդիրները եւ թաքուն մորթը, որը մինչեւ այսօր միևնույնն է տեղի է ունենում, այդ ամեն ինչը հասկանալի է։ Մեխանիզմը ինչպես հասցնել եւ որ կարող եմ առաջարկել հետևյալ կերպ։ Մեխանիզմը կարող եմ առաջարկել հետևյալ կերպ, օրինակ, ցանկացած սպանդանոց պարտադիր կերպով ունենա ոչ թե սահմանափակում, այլ պարտադիր կերպով ունենա որոշակի տարածաշրջանի սպասարկման, այսպես ասած, ծածկույթ եւ պարտադիր ունենա գրաֆիկ տվյալ տարածաշրջանում շրջիկ սպանդանոցը տեղաշարժելու եւ շրջիկ սպանդանոցի ներկայությունը ապահովելու համար։ Դա կարող ենք որպես պետական եւ պարտադիր պայման դնել ու կարծում եմ եւ դրա մասին իրազեկել համապատասխան քաղաքացիներին եւ կարծում եմ պահանջարկը, հետագայում պահանջարկը եւ այսպես ասեմ, սպանդանոցների հետ համագործակցությունը գյուղի եւ գյուղացիների միջև կլինի։ Այդ դեպքում արդեն կլինի փոխանակված հեռախոսահամարներ, սկզբնական շրջանում ցանկացած ներդրված մեխանիզմ։ Բայց մարդի սկզբնական չի էլի, այս սպանդանոցները։ Ես հասկանում եմ, բայց ինքը օրենքը այնպիսին էր, որ մտավ, երկար ժամանակ օրենքի մուտք գործելուց հետո հկումներ եղավ, բայց ասում եմ, ճանապարհը դա կլինի, երբ որ ծածկույթ ունենա եւ ծածկույթով որոշակիորեն պարտադրվածություն լինի։ Շատ հրաշալի գաղափար, շնորհակալ եմ։ Ես տեսնում եմ, որ բայց չպետք է պարտադիր, այսպես ասեմ, մի սպանդանոցի տան է ծածկույթը, որովհետև այս դեպքում, եթե օրինակ օրինակ 15 վարչական շրջաններ կամ մի 15 գյուղ տրվեց մի սպանդանոցի, այս դեպքում չի լինելու մրցակցություն եւ լինելու է գերակայություն, սպանդանոցը սկսելու է գինք թելադրել, սպանդանոցը սկսելու է հարամ անել, իր պայմանները թելադրել։ Ոչ, պետք է պարտադիր լինի մրցակցություն, բայց մրցակցության զուգահեռ պետք է լինի պարտադիր պայման, որ շրջիկ սպանդանոցը պետք է լինի գյուղում։ Այո, շնորհակալ եմ շատ եւ եւս մի հարց, քանի որ վարկայինի մասով կասեմ մի բան, ճիշտ է, սուբսիդավորող վարկեր մենք այսօր ունենք, բայց այսօր բանկային համակարգը բարձր են, մի քանի հոգի բանկային համակարգի տոկոսադրույքները խայտառակ բարձր են եւ իրոք այս մասով մենք շատ լուրջ մտածելու տեղիք ունենք։ 18-20 փաստացի տոկոսադրույքը 24, 25, այդ արդեն իրոք եթե մի քիչ էլ հաշվի առնենք գյուղատնտեսության մեջ ֆորսմաժորային իրավիճակները, տարվա երաշտը եւ այլն ու պլյուս այդ տոկոսադրույքները, դա արդեն ինքը աբսուրդային իրավիճակի է բերում հասցնում։ Ճիշտ է, բայց որոնք որ սուբսիդավորվող են, կարծում եմ էլի արդյունավետ են։ Միանցնեք, օրինակ ես փակագծերը բացեմ, 2011-ից 2017 թվականներին ես աշխատել եմ Ագբաբանկում, եղել եմ հենց սուբսիդավորող վարկերի սպասարկող վարկային գործակալ։ Ես հենց այնպես չտվի։ Հա, բայց այդ մասով ասեմ,
Այն ժամանակ գիտեք հետաքրքիր որներ հերոստատեսությամբ ասես բնակչին ինչպես մյուս հարցերում խափում էին տեսեք գյուղատնտեսություն ենք զարգացնում բայց տեսեք եթե մի հորթը դառնում է մայրացու հորթը իր այդ մայրացու դառնալու եւ մայրական կազմը շատացնելու համար առնվազն պետքա 4 տարի բայց 2 տարի ժամանակահատվածով վարկ տրամադրել եւ ամբողջ ազգին խապել, որ գյուղատնտեսությունն ենք զարգացնում եւ մայրական կազմ ենք ավելացնում, այդ մասով կարամ ասեմ, որ ծիծաղելի էր։ Ուղղակի գումար էին տալիս ձմեռ ամառ վարուցանք էին անում։ Թվականներին ներողություն։ 2011-ից 2017 թվականներին։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Այն ինչի մասին մենք խոսացինք, ավելի շատ ինձ թվում է եւ մեծ գյուղերի մասին է եւ խոշոր համայնքների, որովհետեւ եթե անդրադառնանք էլի իմ շատ սիրելի, բայց նաեւ ցավոտ թեմային, դատարկվող մահամերձ մեռնող գյուղերին, այնտեղ այս թեմաների քննարկումը մի քիչ, այսինքն թե ծավալների առումով եւ հարցս հետեւյալն է, ոչ միայն այդ գյուղերի համար, արդյոք միայն գյուղատնտեսությունն է ելքը եւ արդյոք չի կարող գյուղը արդեն նշեցիր որ туриզմը որը էլի իմ սիրելի թեման է եւ ես այդպես եմ պատկերացնում այսինքն ներքին արտագաղթի կանխումը եւ աղքատության կրճատումը գյուղական զբոսաշրջության միջոցով բայց այստեղ նույնպես էլի ոլորտային կրթություն է պետք այ պատկերացումը ու էլի պլանավորումը այս թեմայով Կարեն ջան ասենք ունենք օրինակով խոսենք 20 ընտանիք ունեցող դատարկվող գյուղ որը 10 տարի հետո ունենալու է 10 ընտանիք եւ 20 տարի հետո չի լինելու գյուղը, չկա գյուղ, չկա խնդիր։ Այսպես ասեմ, առաջին հերթին 20 ընտանիքին գյուղը կապելու համար ուզենք թե չուզենք լրացուցիչ պետական միջամտություն անհրաժեշտ լինելու պարտադիր հնարավոր տարբերակ չի կարող լինել։ Մինչև բայց ոչ թե զուտ օգնության միջոցով, որ ձեռքը ծախսի օգտագործի ու վերջ, այլ պետք է մարդկանց օգնենք, որպեսզի մարդիկ կարողանան ստեղծել, արարել։ Ինչը այսօր շատ քիչ է, որովհետև մեծամասնությամբ դառել են կոմենտ գրող մարդկանց խորհուրդ տվողներ։ Իսկ աշխատել շատերը չեն ուզում եւ ես կարող եմ իմ ասածը փաստել, որքանով մարդիկ հիմա կդժգոհեն իմ ասածից, ես կարող եմ փաստել։ Համացանցում ինչքան մարդ է գոռում աշխատատեղ չկա, բայց այսօր մեր հանրապետությունում ամեն քայլափոխին, ամեն բնակավայրում, անգամ հեռավոր գյուղերում արկա են այլազգի աշխատողներ։ Մեր քաղաքացիները ցավոք գնում են օտար ազգի, հատկապես Ռուսաստան Դաշնություն, այլ ազգի համար, այսպես ասեմ, այլ ազգի համար, այն որ ասում եմ ասֆալտն էլ կփռեն, կոյուղին էլ կմաքրեն, ամեն ինչ կանեն, բայց չեն սիրում սեփական երկրի համար ոչինչ անել։ Մենակ սիրում են տարվա վերջում գալ, դա հատուկ են մարդկանց եմ ասում, մեծ խոսել, բաժակը վերցել հայրենիքի կենացը խմել, ձեռքի եղածը գցել փողոցում, հետո գոռալ օրենքի երկիր ենք ուզում, էսի ուրիշ երկիր լինի սենց կլներ, այնին հենց կլներ, բայց ինքը աղտոտում է, փնովում է, գցում է ու չի ուզում հայրենիքի համար ոչինչ անել։ Իսկ 20 հոգանոց գյուղի համար ինչ անել։ Առաջնահերթ պարտադիր պետքա գույքագրում իրականացնել եւ տվյալ գյուղի համար մշակել մեխանիզմ, մշակել հստակ ծրագիր։ Ցանկացած գործ, ցանկացած խնդիր լուծելու համար անհրաժեշտ է խնդիրը խորքային հասկանալ, մշակել ծրագիր եւ ըստ ծրագրի ու ծրագիրը պարտադիր պետքա լինի խիստ վերահսկողության ներքո։ Ինչ եմ առաջարկում 20 հոգանոց, օրինակ 20 ընտանիք ունեցող գյուղում հաստատ կլինեն որոշակիորեն գիտելիք ունեցող մարդիկ, ովքեր այլ ուղղվածություն ունեն։ Այդ մարդկանց պետք է ներգրավել տվյալ բնակավարում, բայց պայմանով, որպեսզի գյուղը չլքի։ Այդ մեկ, երկրորդը, պարտադիր մենք պետք է գնանք հողերի խոշորացում, որովհետև 4000-5000 մետր Արարատյան դաշտում բերքատվությունը մեծ է, կարելի ասել շուրջ տարին ապահովում է բերքատվություն, մի քիչ այնտեղ մեծ է։ Իսկ հատկապես մեր մնացած մարզերում, որտեղ ձմեռը երկար է եւ բերքատվությունը 1 կամ 2 բերք են ունենում, հիմնականում 1, պետք է իրականացվի պարտադիր խոշորացում։ Ինչի համար, որովհետև լինելու է ներդրումներ, խոշորացում, խոշոր ֆերմեր եւ ֆերմերի մոտ համապատասխան
այսպես ասեմ, մարդավայել պայմաններ միջավայր ստեղծող աշխատուժ, այսպես ասած, աշխատանքային տեղ։ Եվ երկրորդ, պարտադիր պետք է հասկանալ շուկայի դեֆիցիտը։ Այսօր մենք գալիս է օրինակ սեզոնի մի ժամանակահատված, մի պտուղը շատ է լինում, մի պտուղը քիչ է լինում, եւ սա եւս հնարավոր է բերել բալանսի, եթե մենք վարչական շրջաններում ունենանք ճիշտ ղեկավարներ, ովքեր իրոք սրտացավ են իրենց ժողովրդի համար եւ հնարավոր է որոշակի համագործակցության արդյունքում մշակվող մշակաբույսերի հետ կապված ունենան որոշակի, այսպես ասած, մակերեսների չափ, ինչքանն է մշակվում, որից ինչքան է եւ պահանջարկը ինչքանն է։ Օրինակ, չլինի մի 10,000 օրինակ եմ ասում, 10,000 քառակուսի օրինակ վարունգ, լինի 1000 քառակուսի պամիդոր, պամիդորի գինը հասնի եսին որտեղ, վարունգ մշակողը վարունգի գինը ընկնի ու վարունգ մշակողը, այսինքն դուրս եկա, որ չշահեց։ Ամեն ինչում անհրաժեշտ է ճիշտ գույքագրում, ճիշտ բալանսավորում եւ ճիշտ ծրագրավորում։ Հիմա կասեն ճիշտ ծրագրավորումը ո՞րն է։ Ճիշտ ծրագրավորումը գիտելիքն է։ Գիտելիքը տվյալ բնակավարի հետ կապված, որպեսզի հեշտ կարելի կառավարել։ Ընտանոց գյուղին վերադառնանք, գյուղը որպեսզի պահենք եւ նա չմահանա։ Բառն էլ չի սիրում, բայց պետքա բառերով խոսենք, որպեսզի նաեւ կանխենք։ Ես կանեի հետեւյալը, պարտադիր հնարավոր դրամական միջոցներ կներգրավեի, գյուղում կհասկանայի ինչ։ Ով պետքա դա անի։ Եթե գյուղի տեսանկյունից նայենք 20 ընտանիք, ինչի՞ չէ նաև գրանտային ծրագրերի միջոցով, ինչի՞ չէ նաև պետական ծրագրերի միջոցով, այսօր վարչական շրջանի ղեկավարները եթե հետաքրքրվեն, բազմաթիվ, ես կասեմ երևի հազարավոր, այսպես աղքատությունը կրճատող, հաղթահարող ծրագրեր կան, որոնց հնարավոր է ներգրավել համայնքներ։ Ուղղակի ես մտածում եմ ու երևի թե համոզվածել եմ, որ չեն ուզում տանեն, չեն ուզում այդ ամեն ինչ տակ մտնեն, դե աթոռա գրկել ենք, նստել ենք էլի, դե հիմա էլ լավ է այդ քիշոր բաների տակ մտնենք։ Այսպես ասեմ, քաղաքացուն, ոչ թե նկատի ունեմ քաղաքաբնակին, այլ քաղաքացուն պարտադիր պետք է ծանոթացնել հնարավոր բոլոր տարբերակներին, այն ինչը որ առաջարկվում է իրեն։ Օրինակ, պարտադիր հեռուստատեսությամբ կլինի, համացանցով կլինի, ինչ որ կլինի, պարտադիր պետք է ներկայացնել հնարավոր ծրագրերի մասին, թե կլինի բանով, օրինակ էկոնոմիկայի նախարարության միջոցով կազմակերպված, կլինի օրինակ գրանտային ծրագրերի միջոցով, այս ամենի մասին պետք է հասու դարձնենք, բայց մենք ունենք մեկ այլ խնդիր, քաղաքացու ընկալման եւ դրան հետեւողականության խնդիր է։ Եթե մենք ասենք գրանտային ծրագրի համար, այսպես ասած, համապատասխան փաստաթղթեր եւ ծրագիր գրի, հաստատ չի կարողանա։ Մենք պետքա այդ ամեն ինչը կատարող ունենանք։ Մենք պետքա այդ ամեն ինչին հետևողական լինենք։ Ուրիշ տարբերակ չենք կարա։ Եթե, այսպես ասեմ, եթե օրգանիզմը ամբողջությամբ հիվանդ է, օրինակ, երիկամը բուժեցինք, ինքը անարդյունավետ ծախս է, որովհետև, կներեք, որ ասում եմ ծախս է, որովհետև վաղ թե ուշ ամբողջ օրգանիզմը ախտարված է, նորից այդ երիկամը հիվանդանալու է։ Պետքա ամբողջ օրգանիզմի, ամբողջ այդ հիվանդ համակարգերի դեմ պայքար տանել։ Ինչ եմ սա ուզում ասեմ։ Պետք է օրինակ այդ 20 ընտանիք ունեցող գյուղում գույքագրել եւ առաջ բերել բոլոր նրանց, ովքեր հնարավոր է իրենց տանը նստած ծրագրավորման կամ արհեստագործական կամ այլ միջոցներով կարենան վաստակ ունենան։ Պետքա պարտադիր գույքագրել ով ինչքան հող ունի, այգեգործության մեջ ինչ կարա դնի եւ այս ամենը պետքա ճիշտ գույքագրենք եւ ճիշտ կարիքներն ու պահանջարկը գնահատել, ճիշտ ծրագիր կազմենք, այո, ճիշտ կարիքների գնահատում պետք է անենք։ Այլապես այս ամեն ինչը կդառնա ժամանակավոր, կդառնա անարդյունավետ ծախս։ Օրինակ, կարևորագույն ծախս եմ համարում մանկապարտեզների եւ դպրոցների կառուցումը, որովհետեւ ժամանակակից, գերժամանակակից հագեցված դպրոցները բերելու են գյուղական, ինչի՞ չէ, բոլոր տեղերում, հատկապես գյուղական բնակավայրերում բերելու են կրթվածության բարձր մակարդակ ունեցող առաջիկա տարիներին։
մակարդակ ունեցող հասարակություն ունենալու փաստն ենք մենք արձանագրելու եւ հենց այդ հասարակությունն է վաղը եւ միսօր կազմելու այն ծրագիրը, որը անհրաժեշտ է հենց իր գյուղը զարգացնելու համար։ Շատ լավ, շնորհակալ եմ, շատ արդյունավետ քննարկում էր, ուզում եմ այսքանով երևի սահմանափակենք, բայց փոքր ակնարկ անեմ գյուղապետերին, գյուղապետ ենք ասում վարչական ղեկավարներին, որովհետև երբ որ կա խոշորացված համայնք ու դրան ենթակա օրինակ 17 գյուղ, 20 գյուղ, 30 գյուղ, այս տարբերակում ամեն մի վարչական ղեկավար պատասխանատու է, ես այս մասին շատ հաճախ խոսում եմ, ծնողն է իր գյուղի, այսինքն ինչպես հայրն ընտանիքի մասին հոգում խնդիրները, այնպես էլ այս տարբերակում գյուղապետը պետքա հենց այդ էի ուզում լսեմ, որ վարչական ղեկավարը պետք է գտնի բոլոր հնարավոր ռեսուրսները, դրամաշնորհային ծրագրեր բերի, պետական սուբսիդավորվող ծրագրեր եւ այլն։ Եվ այս կերպ մենք օգտագործենք այդ ռեսուրսը ճիշտ, այնպես որ չեմ ասում չկան լավ վարչական ղեկավարներ, բայց երբ որ ունենք 954 գյուղ եւ անգամ 100-200-ը աշխատող լինեն, դա կարող ենք ասել, որ այս ոլորտում ձախողել ենք եւ նորից այստեղ էլ պետք է անդրադառնամ, որ ոչ թե լինի ձևական, ինչպես շատ հաճախ լինում է տարբեր ոլորտներում, որ դասընթաց է ստիպված գյուղապետերը գնում նստում են այնքան, որ օրինակ մարզպետարանից են ասել քաղաքապետարանից, իրենք պետք է իմանան, որ պատասխանատու են գյուղի համար եւ իրենցը ոչ թե պաշտոն է ձեր ասած աթոռը, այլ ծառայություն եւ իրենց ուսերին է հենց գյուղը զարգացնելու բեռը եւ դա բեռ պետքա չլինի, սեր լինի, այսինքն այդ 20 ընտանիքին համախմբել է, հիմա մի քիչ էլ ես ու դու քննարկենք Կարեն ջան, մի գյուղ կվերցնենք, կզարգացնենք, ասածս էն է, որ այդ մոտիվացիան, սերը, այդ ամեն ինչը գյուղից եղավ, դրամաշնորհները լինելու են, իսկ պետությունը իրականում պետությունը փող տվող կառույց չի, սա նույնպես մեր բնակիչը, քաղաքացին, ես, դուք պետք է ընկալենք, որ իրենք նախ հենց ազգային ժողովը օրենսդրություն գրող մարմին է, ոչ թե փող տվող, իսկ պետությունը արդեն իսկ ճանապարհներ, լուսավորություն, երբ որ խոսում ենք, ասում են անընդհատ ասում են, բայց ես եմ այս 15 տարի այդ գյուղերով գնում, մենք ենք ընտանիքով մեքենա ջարդում անընդհատ ճանապարհներին, լուսավորություն, դպրոցների կառուցում, մանկապարտեզների, ոռոգման ջրեր, եւ այս 5 տարվա մեջ ինչքան ենթակառուցվածքների վրա ծախս է արվել, դա ես այդ թիվը չեմ էլ պատկերացնում, այսինքն ես այդքան մեծ թվեր չեմ պատկերացնում։ Հետևաբար գոնե գյուղացիները ներսից եւ համայնքի ղեկավարը, խոշորացված համայնքի ղեկավարը իրենք պետք է նույնպես ընկալեն համայնքը որպես սեփական տուն եւ այո, ծրագրերը լինելու դեպքում մասնակցեն, ոչ թե մրցակցեն միմյանց հետ գյուղում, որը նույնպես խնդիր է։ Այսինքն, երբ որ դուք խոսացիք խոշորացումից հողերի, մենք թիմային աշխատելու ձև չգիտենք։ Բանկերում էլ եք տեսել, կոոպերացիան էլ չի աշխատում, խոշորացմանը մինչև հարմարվեցինք։ Ես դեռ մի հատ խոշորացված համայնքի սիրուն օրինակ եմ տեսել Թալիննա Ուսապեյանը, որովհետև ինքը կարողացել է։ Հələ ուրիշ օրինակ այդպիսի չեմ տեսել, կարողական ես չեմ շփվել, բայց որ այդքան համախմբում լինի, ամեն գյուղի մեջ արված գործ լինի, չկա։ Ինչ մնաց հողերը մենք խոշորացնենք եւ բնականաբար պիտի այդ խոշորացմանը զուգահեռ պահենք փոքր տնտեսությունների վարման մոդելը, որ เป զի ամեն բնակիչ իր սննդի բազմազանությունը պահի։ Ամփոփենք Կարեն ջան, բայց խոստանալով, որովհետև մեզ համար այս ժամը քիչ է եւ ես վստահ եմ շատ հետաքրքիր լսում են բոլորը։ Ես Մենք գոնե պատրաստ եմ ամիսը մեկ պետք է անդրադառնանք այս թեմաներին։ մեծ սիրով եւ ավելի բովանդակալից, ավելի նոր ձևաչափով, որովհետեւ ասում եմ, երբ որ մի խնդրի մասին անընդհատ խոսում ենք, ու այդ որևէ խնդիր չենք լուծում, խոսալը հետագայում դառնում է, այսպես ասեմ, զազրախոսություն։ Երբ հնարավոր է առաջիկայում միասին Ստելա ջան, առաջարկում եմ որևէ գյուղի մասով կազմել համապատասխան ծրագիր ներդնենք, խնդիրները հասկանանք, այդ մասով պատրաստ եմ ցանկացած ժամանակ, չնայած աշխատանքային մեծ ծանրաբեռնվածությանը, բայց պատրաստ եմ անել, որովհետև ցանկացած հզոր եւ այսպես ասեմ բարեկեցիկ գյուղ մեր վաղվա ապագան է։ Եթե մենք ունենայինք այսօր եւ օրինակ տեսեք ամփոփելով ասեմ, մենք անկախացել ենք 3.450.000-ով, բայց այսօր 3 միլիոնի նոր շեմն ենք, ինչը իր հետ բերեց զինվորների թվի կրճատում, մի խոսքով հնայի անկում, մի շղթայական վատ վիճակ, ինչը արժեցավ այն, ինչը որ արժեցավ։ Ես ուղղակի ցանկանում եմ, որ մեր հասարակությունը այնքան գիտակից լինի, այնքան մեծ բանականություն ունենա,
որպեսզի հնարավորություն ունենա ցանկացած հասկանա մի բան, ցանկացած իրադարձություն, գործընթաց ունի պատճառահետևանքային կապ եւ անհրաժեշտ է պատճառահետևանքային կապով հետ գնալ, խնդիրը գտնել, խնդիրը լուծել եւ առաջ գնալ։ Եթե մենք միշտ խնդիրը բարձրաձայնեցինք, անընդհատ տարիներով խնդիրը բարձրաձայնեցինք, խնդրի հետևից չգնացինք, մենք ոչինչի չենք հասնի։ Իսկ ժամանակակից աշխարհը նվաճում, զարգացնում ու առաջ է գնում։ Թե հետագայում ինչ կլինի, իրոք վախենալու է մտածել։ Ես ցանկանում եմ, որ մեր գյուղական բնակավայրներն իրոք ծաղկեն, մեր գյուղական բնակավայրերում այնքան մեծ պոտենցիալ կա, սկսած օրինակ բուժիչ խոտաբույսեր, մեծ, այսպես ասեմ, էկոսնունդ, հողից բերք քամել, տուրիզմ, ջրերի մեծ ռեսուրս, որը կարելի է արդյունավետ օգտագործել, մի խոսքով հնարավոր ամեն բան, իսկ փառք Աստծո այսօր այդ օրինակ Վեդի ջրամբարը մի հատ հսկայածավալ ծրագիր է, որ իրականացվել է եւ այսօր կյանքի է կոչվել, որով գյուղական նմանատիպ հազարավոր ծրագրեր, երբ որ ժամանակին ռոռոկման ջրերի ցանցը հանում վաճառում էին, այսօր այդ ցանցը վերականգնվում է։ Ուղղակի այսպես ասեմ, էլի անհրաժեշտ է ցանկացած հարցի շուրջ ունենալ առաջնահերթությունը, կամք, սեր դեպի ոչ թե հայրենիք, սեր դեպի պետություն, որովհետև անհրաժեշտ է հասկանալ մի բան, հզոր պետությունն է հայրենիքի լինելու գրավականը։ Ով ինչ կասի, ոնց կասի, կարան մեր ասածներին հակադարձեն, բայց չի լինի, որովհետև հզոր պետություն ունեցար, կունենաս հայրենիք, հզոր պետություն չունեցար, հայրենիքդ կլինի կորուսյալ հայրենիք, հետևաբար պետք է սիրենք, զարգացնենք եւ ապրենք մեր հայրենիքում։ Ուրիշ տարբերակ, ուրիշ հնարավորություն չկա։ Բոլորս էլ վստահ եմ դուք էլ եք հնարավորություն ունեցել Ստելա ջան, երկրից գնալու մի քանի անգամ ավելի շատ վաստակելու եւ այլն եւ այլն, բայց դա հարցի լուծումը չէ, սա է մերը։ Եվ արժանապատիվ է քո տանը ապրես թեկուզ մեկ կտոր սևահացով, քանց ուրիշի տանը ապրես մի քանի կտոր մսով։ Ես այդպես եմ կարծում, այդ սկզբունքով էլ ապրում եմ։ Եկեք սիրենք մեր երկիրը, անենք այն ինչը որ այսօր հնարավոր է, որովհետև վաղը հնարավոր է չլինի վաղը եւ չեմ ուզենա այն ժամանակատվածը, որ չարինք արժեցավ նոր եռաբլուր, չեմ ուզենա այսօրվա ծուլությունը վաղը նոր եռաբլուր արժենա։ Սա իրոք ակնառու է, որովհետև աշխարհը հզորները նվաճում են, կառուցում եւ առաջ են գնում։ Ծուլերին չեն սիրում, ծուլերը կապ չունի, ինչքան հնամենի լինենք, ինչքան, չգիտեմ, մենք գլուխ գովենք, մենք նարեկ ունենք, մենք էս ունենք, բայց տեխնոլոգիաներից այսօր ոչինչ էլ չունենք։ Այո, ինչպես ասում են, ծերացող ազգերը նաև հակված են մահանալուն եւ որպեսզի թույլ չտանք, պետք է մենք ինքներս երիտասարդացնենք մեր ազգը, մեր երկիրը պահելու եւ պետություն դարձնելու համար, լիակատար պետություն եւ մի մեծ նախագծի վրա եմ աշխատում, շատ մեծ, արդեն երկար տարիներ, մենք առաջիկայում քանի որ հանդիպելու ենք, նաև կկիսվեմ այդ թեմայով, վստահ եմ, որ քո ներդրումը, դերը եւ մասնակցությունը նույնպես կունենաս, կամաց արդեն սկսում եմ այդ գյուղի մասին խոսել, այնպես որ շատ շնորհակալ եմ, շատ կարևոր էր այսօրվա եթերը եւ ես էլ մեծ բավականություն ստացա, ոգևորվեցի, այն նորից հայրենասիրությունը եռաց ներսումս ոչ թե Facebook-յան, այլ ցանկացա հենց հիմա վեր կենամ, մի գյուղ գնամ, կամ ասեմ Կարեն ջան, արի ընտրենք այդ գյուղը ու վաղը առավոտը գնում ենք։ Ուզում եմ, որ ինչպես ասեցինք, խնդիրները բարձրաձայնենք ոչ թե դժգոհելու, այլ լուծումները գտնելու համար եւ իրարով, ինչպես ասում ենք, մենք դարձնելով, իրար թեվու թիկունք լինելով, գաղափարը կիսելով, սերը կիսելով, որովհետև դժբախտության ժամանակ մենք երբեք էլ չենք մտածում երկիրը կառուցելու մասին, մտածում ենք ողջ մնալու մասին, դրա համար պին ձեռ-ձեռի ենք տալիս, բայց հենց խաղաղ օրեր են լինում, չգիտես ինչի, արդեն սկսում ենք այդ նույն ձեռքը հարվածում ենք։ Նույն ձեռքով հարվածում ենք իրար, թող այդպես չլինի, թող ամեն մեկս աշխատենք մեր եսը դարձնել ավելի լավը, քան երեկվանը եւ այսօրվա եսը գումարել մյուս եսերին դարձնել մենք։ Եվս մեկ անգամ ասում եմ շնորհակալություն, ասում եմ ամենալավ բարին, բայց խնդրեմ մի բան, հնարավոր է մարդիկ ասեն հնարավոր չի, ապրանք արտադրած ապրանքը վաճառելն է դժվար եւ այլն, ասում եմ ձեզ ոչ, որովհետեւ այսօր մենք դրսից ներմուծում ենք եւ գյուղմթերք
եւ մսամթերք եւ ամեն ինչ, եւ հնարավոր է ճիշտ ու գրագետ արտադրանք ճիշտ ու գրագետ ճանապարհով ունենալ արտադրանք, որը մեր երկրի մեջ մրցունակ կլինի եւ դրսից ներմուծումը փոխելով ներքին արտադրանքով մենք կհասնենք համաչափ այսպես զարգացման եւ այս ամեն ինչով կկարողանանք ապահովել մեր բոլորիս բարեկեցիկ կյանքը Ահա, ես էլ ինչպես իմ անունից եմ միշտ ասում, որ բոլորիդ համար բաց եմ եւ միշտ կարող եք գրել ձեր նամակները, հարցերը, նույնն էլ Կարենի համար եմ ասում, որպես ինձ հարազատ մարդ, ցանկացած հարցով կարող եք գրել, որովհետեւ այսօր խորհրդատվությունը ավելին արժի, քան ճիշտ խորհրդատվությունը, քան գումարը, եթե ունես գումար ու չունես խորհրդատվություն եւ լավ կապեր։ Այսօր մենք ունեցանք հնարավորություն, ովքեր չէին ճանաչում Կարենին, նոր լավ ընկեր ձեռք բերել թե Facebook-յան հարթակում, թե որպես խորհրդատու արդեն վերնշված թեմաների վերաբերյալ։ Ես խոստանում եմ գոնե ամիսը մեկ Կարենի հետ նոր թարմ իհարկե նույն թեման չէ, թարմ հարցեր քննարկենք եւ առաջիկայում նաեւ ունենք Մանվելնա մեզ հետևում սնկաբուծության մասին պիտի խոսենք, Արսինեի հետ պիտի խոսենք, արդեն ես էլ փորձեմ ջանք ու եռանդ դնել, որ երեկոյան ժամերը այսպիսի հանդիպումների վրա ծախսեմ եւ գոնե այս կերպ մենք օգտակար լինենք իրար։ Շնորհակալ եմ ամենալավ բարի եւ հնարավորության համար Սելա ջան եւ շնորհակալություն մեզ հետևողներին հնարավոր է ասեցինք այն ինչը որ պետք է հնարավոր է չասեցինք այո թող գրեն միանշանակ մեծ սիրով կպատասխանեմ չնայած աշխատանքի բերումով Հայաստանի գրեթե բոլոր մարզերում եմ լինում շատ բան եմ տեսնում չմանրամասնեմ ի պաշտոնե ամենտեղ լինում եմ մեծ սիրով պատրաստ եմ յուրաքանչյուրին օգնել մենակ թե մարդիկ ոչ թե օգնություն խնդրող լինեն այլ ձուկ որսացող լինեն Շնորհակալ եմ ամենալավն ու բարին եւ արև ձեզ բարիք շեշտես